80-ական թվականներին Երևանում օպերայի կենտրոնում բացվում է առաջի բացօթյա էլի ցուցադրություն վաճառքը, որը կոչվում է վերնիսաժ։ Իր անունը ստանում է վերնիսաժ ֆրանսերեն բառից, բայց հիմնական որպես նկարների վաճառք։ Եվ ինչով էր այդ վերնիսաժը առանձնահատուկ, որ ինքը կամ այդ վերնիսաժի ստեղծագործողները հանդես էին գալիս որպես նորարար, ըմբոստ կամ ընդվզող արվեստագետներ կամ նկարիչներ, ովքեր դեմ էին գնում եւ սովետական գաղափարախոսությանը որոշ դեպքերում կամ ավելի գեղարվեստական մոտեցումներին, ակադեմիական գեղարվեստական մոտեցումներին չի փակվում այս վերնիսաժը սովետի տարիներին, տենց քաղաքի կենտրոնում օպերային կից, չէ, ինքն էլ մանավանդ այդ 88-ի հետո շարժումներն են սկսվում, գործում է մի արվեստի միջավայր, որտեղ ազատ առևտուր կա եւ դա չի խոչընդոտվում։ Տարբեր վարկածներ կան, թե ինչ չի խոչընդոտվում, օրինակ տեղի նկարիչներից մեկը, Պավել Ջանգիրովը, նշում էր, որ օրինակ Դեմիրճյանը ինքն է թույլ տվել, որ ժամանակին այդտեղ դա լինի, որտեղ այդ լավ է։ Իսկ օրինակ 93 թվականից հետո այդ շրջանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր, որ ըստ իրեն էլի չարժեր դա խոչընդոտել, որտեղ ինքը այտենց հնարավորություն է հետաքրքիր միջավայր է քաղաքային մշակույթի մեջ, այդ տնտեսական մասը մի քիչ ստվերվում է։ Եթե նայենք ինչ թեմաներ էին ի հայտ գալիս այդ 80-ականների շրջանում, այտենց որևէ բան առանձնահատուկ չկար, հիմնական անհատ նկարիչների ստեղծագործական իրենց մտահղացումներն էին, բայց 88-ից հետո վերակառուցման տարիներին Գորբաչովյան այդ օպերայի շուրջը սկսում է, չէ, դա իրարանցում եւ այլն կամ ցույցեր, դրան զուգահեռ արդեն մի քիչ ավելի շուտ գուցե Սարյանի արձանի շուրջը համախմբված նկարիչների մոտ, որ տեն Չակերտներում կարող ենք ասել սարյանական վերնիսաժ, ի հայտ են գալիս հուշանվերներ պատրաստող վարպետներ, որոնք հայտնվում են այդ նկարիչների պերիֆերիաներում, այսինքն էլի կենտրոնը, ամենակենտրոնը Սարյան, Սարյանի շուրջը ազատ մտածող տենց արվեստագետներ եւ իրենց պերիֆերիաներում արհեստավորներ, եթե կոպիտ ասենք, կամ սալոնայում ներկայացվող հուշանվերների մասնագետներ, ինչու են իրեն գալիս, որովհետեւ այդ տնտեսական ակտիվությունը նկարիչների գրավում է նաեւ մյուս ճյուղերին, տնտեսապես պակաս ուրեմն եկամուտ ունեցող չեմ վարպետներ են, փայտի փորագրողներ են, քանդակագործներ են եւ գալիս սկսում են կպնել այդ տարածքին։ Ավելի ուշ արդեն 90-ականներին 93-ի կողմերը կենտրոն դառնում են նկարիչներ եւ ամենածայրամասը դառնում են տենց կենցաղային իրեր վաճառողները։ Հենց առաջանում է տնտեսական ակտիվություն, անմիջապես դրանքից տենց ամորֆ ձևով սկսում են գալ քրչի շուկայի հատկանիշ ունեցող կամ տենց երկրորդ ձեռք ապրանք վաճառողներ։ 93-ին քաղաքապետարանը ընդունում է որոշում փակել Սարյանի վերնիսաժը, որտեղ ինքը արդեն կորցրել էր իր նախնական այդ ամբողջ տրամաբանությունը, լինել հատուկ նկարիչների համար տեղ եւ այլն, եւ տեղափոխվում է Հանրապետության հրապարակի ինքից գլխավոր պողոտայի տարածք, բուլվար կամ այգին, որը այդ շրջանում ամբողջությամբ արդեն աչքաթողարված էր, լքված էր, այսինքն կորցրել էր սովետական շրջանի իր նշանակությունը ուրբանիստական կամ սեմիոտիկ նշանակություն եւ հիմա դատարկ էր, ամայի էր եւ տեղափոխվում է այդտեղ։ Սա մենք կարող ենք դիտարկել քաղաքային տարածքի որպես տրանսֆորմացիա կամ վերափոխում, ոնց է արժեքային փոփոխությունից հետո ինչ է վերածվում։ Ու այս ամբողջ ժողովրդին օպերայի մոտի վերնիսաժը բերում են այստեղ։ Նկարիչները հետո ընդվզում են եւ վերադառնում են
օպերայի մոտ, որտեղ ասում են, որ մենք ստեղծում ենք բարձր արվեստ եւ հարիր չի, որ մենք այդ հարիր չի բառը կա, որ մենք գործենք այս միջավայրը մեզ խառնաշփոթի մեջ, քաոսի մեջ եւ հետ են վերադառնում այնտեղ։ Ինչ եղավ 93 թվականից հետո, երբ ստեղծվեց նոր վերնիսաժը։ Հաստատ ինքը իր հետ բերեց նաև վերնիսաժ անունը, հուշանվերային շուկա, իրականում ինքը որպես հուշանվերային շուկա է իր պերիֆերիայով կամ իր ծայրամասով, որ նրա ծայրամասը կից գործող բարախոլկա, եթե ասենք բարախոլկա կամ քրճի շուկայի նման տարածք է, այդ արբանյակի նման, որ միշտ պտտվում է իր հետ։ Դա փաստորեն իսկական վերնիսաժ չէր, որտեղ վերնիսաժը նկարներին առնչվող բան է։ Եվ այստեղ այդ քաոսի մեջ սկսում են մարդիկ ինքնակազմակերպվել։ Ճիշտ է, մյուս կողմից էլ իրենց փորձում է օգնել քաղաքապետարանը ընդունում է որոշումներ տարածքի սահմանների վերաբերյալ եւ այլն։ Կամ հիմնական շեշտը դրվում է, որ այդտեղ պիտի լինեն փայտի փորագրությամբ զբաղվող վարպետներ եւ հուշանվերների վաճառքի տեղ, մի փոքր էլ նկարներ։ Բայց ինչ է ստացվում, որ այն վարպետները, ովքեր գտնվել են Սարյանի կից վերնիսաժի ծայրամասերում, այստեղ գալիս են եւ դառնում են կենտրոնը, առանցքը, եւ արդեն ստեղծվում է այդ վարպետի կերպարը պրեստիժայնացվում է նրանով, թե ով ավելի հին եղել օպերայում, այստեղ ինքը ավելի կենտրոնական դիրք է զբաղեցնում, որտեղ այն ժամանակվա վարպետները գոնե ժող վարպետի վկայական ունեին եւ քաղաքապետարանի որոշմամբ ազատվում էին նաեւ տարածքի փող վճարելուց եւ այստեղ նույնիսկ արդեն այդ տենդենսն է գնում, որ փող չվճարելու համար տենց ձեռք են բերում, թե ինչ ճանապարհներով չենք իմանում կամ իմանում ենք չենք ասում, ձեռք են բերում ժող վարպետի վկայականներ։ Սա թե ովքեր են եկել եւ ինչու են եկել, այսինքն վարպետներ, հետո մարդիկ, ովքեր փոխել են եւ վերամասնագիտացել են, որտեղ գործազրկություն կար եւ այլն, ուսուցիչ, դասախոս, երաժիշտ, բժիշկ, ցանկացած մասնագիտության մարդ կար վերնիսաժում։ Բայց մեկ էլ ստացվում է այնպես, որ եթե նայենք Հայաստանի կամ հայկական մշակույթ խորհրդանշող տենց տեքստեր, կայքեր համացանցում, տեսնենք, որ ավելի շատ հղումներ տրվում են որպես ամենաշատ այդ թեմային առնչվող նաև վերնիսաժին։ Ինչպես եղավ, որ այդ տարբեր մասնագիտության տերմարտիկ եկան եւ հանկարծ հավաքվելով միտեղ սկսեցին ներկայացնել հայկականություն ճակերտների մեջ էլի։ Չէ, եթե դուք ունեք զբոսաշրջիկ, դուք ունեք հյուր արտերկրից, անպայման խորհուրդ եք տալիս գոնե այցելել վերնիսաժ, եթե Երևանում։ Եթե նայենք, թե հայկական մշակույթի խորհրդանշաններ ասված ինչեր են դրանք ստեղծում են արհեստականորեն, թե իսկապես դրանք գոյություն ունեն եւ ներկայացվում են ուղղակի ապրանքայնացվում են վերնիսաժում։ Ովքեր են պահանջում եւ ովքեր են դա պատրաստում։ Այս բանով եթե նայենք, այս կտրվածքով տեսնենք, որ կան հիմնական ճյուղեր, որոնք դոմինանտ են ամբողջ այս ժամանակաշրջանից սկսած, առաջինը դա տարածքն է կամ լանդշաֆտը, որի տակ մենք կարող ենք հասկանալ պատմական Հայաստան ասածը, ներկա Հայաստան ասածը, ներկա Հայաստանի կոնկրետ լանդշաֆտային կետեր, որոնք համարվում է, որ աշխարհին ներկայացնելի են։ Սրանք թե կառուցված են սովետական տարիներին, թե հիմա են վարպետները կառուցում այդ տեքստերը, որ իրենք տենց հայկական են։ Երկրորդ գիծը, որ հստակ տեսանելի է, դա ճարտարապետական մշակույթն է, իր մեջ, որ արդեն կախված ոլորտներից ստանում է իր դրսևորումը, եթե խոսում ենք քրիստոնեության մասին, որպես հայկական տենց առաջի պետությունը պետականորեն ընդունած կրոնի, այդ դեպքում գալիս են եկեղեցիների շարքերը, Խորվիրապից մինչև նորակառույց Գրիգոր Լուսավորիչ, բոլոր տրանսֆորմացիաներով։ Երրորդը, եթե
փորձենք առանձնացնել հերոսներն են կամ անհատները, որոնք ներկայացված են վերնիսաժում եւ այն տրամաբանությամբ են ներկայացված, որ իրենք են Հայաստանի պատմությունը կամ մշակույթը կերտողներ, այսինքն ընտրված են տենց առանցքային կերպարներ, բայց ով է ընտրել վարպետը, թե սպառողն է պահանջել այդ կերպարներին, այսինքն այս քննարկումը միշտ կա, այս դեպքում պահանջարկը ստեղծողը մասնակից է հուշանվերի ստեղծման։ Չորրորդը, եթե նայենք, դրանք նոր ստեղծող, կարող ենք ընդհանրացնել ասել նոր ստեղծող խորհրդանշաններ, որոնք իրենց մեջ արդեն ամփոփում են հին խորհրդանշաններ, օրինակ նուռը, որը 2006-ից սկսած ես հետևում եմ նուռի տրանսֆորմացիային կամ վերափոխումներին նռան, ավելի ճիշտ հուշանվերային վերնիսաժում եւ իմ աչքի առաջ կարող եմ ասել, որ տեսել եմ թե ինչպես է նուռը մի փոքր տենց հայկական մրգից հանկարծ վերածում համահայկական կամ տենց տրանսազգային ինչ որ մի հուշանվերի կամ ինչ որ մի խորհրդանշանի, որը իր մեջ ամփոփում է ամեն ինչ, եւ Սփյուռքը, եւ Հայաստանը, եւ այդ հայկականության բոլոր ընկալումներն ու խորհրդանշանները, օրինակ իր մեջ վերցնում Արարատը, Խաչքարը, չեմ անում, այսինքն քրիստոնեությունը։ Այն դեպքում, երբ եթե նայենք նռան պատմական էվոլյուցիան, վերնիսաժում բոլորը չէ, որ տեղյակ են, թե նուռը հնագիտական պեղումներից առաջ անգամ երբ է հայտնվել, երբ է մտել ճարտարապետության մեջ, որ մտել է Զվարթնոցի տաճարով եւ հետո գործածվել է օպերայում նաև, այսինքն նրան թեման միշտ եղել է եւ խաչքարերում է եղել, բայց վերնիսաժի վարպետները սա չի որ բերում են վերնիսաժ, ոչ թե ենթատեքստերն են բերում, այլ բերում են արդեն նուռը որպես խորհրդանշան եւ տեղում ստեղծվում է ուրեմն նոր տեքստեր։ Եթե նայենք սեզոնայնության, վերնիսաժը սեզոնային աշխատող օրգանիզմ է քաղաքում, հիմնական պահանջարկը ստեղծում են զբոսաշրջիկներ, ովքեր գալիս են արտերկրից։ Ճիշտ է, կա նաև տեղացիների համար, չէ, սպառման որոշակի քանակ, որը շատ ցածր է եւ հիմնականում բաժին է ընկնում արծաթյա ուրեմն այդ իրերի։ Այս կետերը 5 կետերը որ թվարկում են, եթե փորձենք դա նայել որպես միջավայր, որտեղ ներկայացում է այդ հայկականությունը, դրա ամփոփիչ պատկերը կարող ենք տեսնել նարդինների վրա, որտեղ այդ բոլոր խորհրդանշանները հավաքվում են, խտացվում են եւ մատուցվում են։ Ընդ որում այդ տենդենսը վերնիսաժից դուրս է գալիս եւ սկսում է ծավալվել գովազդներով, օրինակ Վիվասելի գովազդ 2010 թվականին այդպիսին էր, որտեղ այդ խառնիխուռը, թվում է թե խառնիխուռը, բայց ինչ-որ ձևով կանոնակարգվում են, երբեմն նույնիսկ ուրարտական շրջանն է մտցվում այդ նարդինների պատկերների մեջ եւ ստացվում է մի օրագրի նման կամ խտացված օրագիր, երբ զբոսաշրջիկը պտտվում է ամբողջ Հայաստանով, մեծ մասամբ վերջում իրեն հրավիրում են կամ տանում են վերնիսաժ եւ ինքը տեսնում է իր ամբողջ ճամփորդության պատկերը մի նարդու ուրեմն վրա։ Եթե ամփոփենք իմ ներկայացրածով, կտեսնենք այն երևակայված հայրենիքը կամ ցանկալի հայրենիքը վերնիսաժում, դա սկսվում է քարտեզից, սկզբում ընտրվում է տարածքը, այսինքն քարտեզ հուշանվեր։ Այդ քարտեզի վրա տեղադրվում են սրբազան տարածքները, այսինքն ընդգծվում են սահմանները, մշակութային սահմանները։ Սա երկրորդ մակարդակն է։ Սրան զուգահեռ ընդգծվում է վարչական շրջանը, վարչական սահմանները այդ հայրենիքի, ընդ որում եթե նայում ենք որպես հայրենիք, ապա տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե պատմական Հայաստանը դեռևս քարտեզի տեսքով տեսնում ենք միայն Հայաստանի Հանրապետությունը, բայց այդ երևակայված հայրենիքը գալիս է իր խորհրդանշաններով, օրինակ պատմական Հայաստանի խորհրդանշաններից գալիս է Արարատ լեռը
եւ առանց Արարատի գրեթե ոչ մի բան չի պատրաստվում վերնիսաժում։ Հենց այդ կորուսյալ հայրենիքի ընկալումնակ։ Երրորդը քարտեզ, որպես քարտեզնային գալիս է նաեւ Արցախը։ Հենց այս դեպքում որ գալիս է եզակի դեպքերից է, որ Արցախը արտահայտվում է, ուրիշ դեպքերում ինքը չի արտահայտվում որպես հուշանվեր կամ որպես հայկականություն։ Այդ մակարդակների վրա երբ արդեն տարածքը կա, իր պատմական եւ ներկա, անունը կա եւ վարչական սահմանները կա, իր վրա տեղադրում ենք սրբազան լանդշաֆտը, չէ, եկեղեցիներ, անտիկ շրջանից Գառնի տաճար, այնտեղ եկեղեցիներ Ձվարդնոց, Էջմիածին, Գրիգոր Լուսավորի ժամանակակից անուններ ենք տալիս, ավելի ենք տեղայնացնում Երևան, Էջմիածին, գալիս են կենտրոնները, մեկը հոգևոր, մեկը չէ, պետականության կենտրոնն է գալիս։ Եթե այս բոլորը ունենք, բնականաբար այս բոլորը ոչինչ չարժի, եթե չկա ապրող մարդ այդ տարածքի վրա եւ այս վերջի փուլում հայտնվում են հերոսները կամ անհատները, ովքեր ոնց որ թե ստեղծել են այս ամեն ինչը կամ ենթադրում են, որ տենց կյանք են տալիս այդ ամեն ինչին։ Ամենավաղ շերտը գալիս է թագավորներից, չէ, Արշակ II օրինակ, Վռամ Շապու, չէ, ով բերում է գրերի գյուտը, ցանկացած հերոս որ գալիս է, պատահական չի գալիս, ինքը իր հետ բերում է իր ժամանակաշրջանի ինչ որ մի նորարարության խորհրդանշանը։ Եթե ավելի վերև ենք բարձրանում դեպի մեզ մոտ ժամանակաշրջաններ կամ ենթադրենք 18-րդ դարից վերև, մեկ էլ տեսնում ենք, որ հայտնում են արդեն ֆիդայիններ, չեմ ան, Անդրանիկ, Գևորգ Չաուշ, այնքան միջև հասնում ենք մեր առօրյա հերոսներին, օրինակ Վազգեն Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, իրենց փոքր մինի տերակոտային նման քանդակներն են գալիս։ Օրինակ Շառլ Ազնավուր, Հրանտ Դինգ, այդ անհատների միջոցով են փորձում իմաստավորեն այս տարածքը, որ ներկայացում է որպես հայկականություն։ Եվ վերջը եթե խոսենք տարածքի մասին, տեսնում ենք, որ գնալով տարածքը ավելի շուկայականացվում է։ Նա քաղաքապետարանը դա դարձնում է շուկա, մինչդեռ տոնավաճառ էր հանդես գալիս, այսինքն leisure time place, տենց ժամանցի վայր էր։ Հիմա ինքը դառնում է ավելի շատ շուկա, այսինքն այն երաշտական մասը իր մեջից կարող է դուրս գալ, չեմ ան, տարածքի ներքին կառուցվածքները դուրս են գալիս, հարկային եւ այլն խնդիրներ են առաջանում։ Գնալով վերնիսաժը դառնում է ավելի համաշխարհային թելադրող, նկատի ունեմ հուշանվերների տարածման այդ ցանցերը, որտեվ աշխարհի ցանկացած վայրում հուշանվերները ճամփորդում են, սրանք ճամփորդող տենց մշակույթի մասեր են, օրինակ Լոս Անջելեսում տենց Հայաստանի նվիրված օրեր էին անցկացնում 2011-ին թե 10-ին եւ այդ միջոցառումը անվանեցին, միջոցառման տարածքը անվանում էր փոքր վերնիսաժ, այսինքն եւ անունն է սկսում բրենդայնացվել եւ հուշանվերը։ Նույն Ղարաբաղում մենք տեսնում ենք վերնիսաժից գնացած ապրանքներ, Լոս Անջելեսում բացում են հատուկ խանութներ, որոնք ապրանքը տանում են վերնիսաժից։ Նույնը Ռուսաստան, նույնը Նիդերլանդներում, նույնը Ավստրալիայում, այսինքն այս թելերը շարունակաբար մեծանում են եւ ստեղծում է ցանց, տենց ինքնության ցանցային տենց մի network, ընդ որում դա տեղի ունի եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս, այսինքն նույնը տեղաշարժում է նաեւ մարզեր։ Վերնիսաժը այս առումով դառնում է կենտրոն եւ այդ տենց հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ դու ամբողջ աշխարհ կարող ես պտտվել եւ հանդիպել նույն հայկական մշակույթի պատկերին, այսինքն պատկերը բոլոր տեղերում ընդհանրացված են, նույնն են, որտեվ վերնիսաժը ընդհանրացնում է, ստեղծում է այդ ընդհանրական պատկերը։